այս դրվագի վերաբերյալ ամեն դեպքում հենց օդանավի մուտքի մոտից Համբարձումյանին մեկուսացրին վտանգը որներ ինչու է հաջողությունը։ Մանավանդ եթե մարդը իր ոտքով եկել է կալանքի մասին տեղյակ լինելով։ Վտանգը դրանում է, որ մեր հասարակության մեջ կա հասարակության կողմից սիրված, հարգված, ընդունված գործիչ, եւ դա Նիկոլ Փաշինյանը չի։ Դա արդեն վտանգ է, ինքը ցանկացած մարդու, ով որ հեղինակություն է իրանից ներկայացնում, ով որ հասարակական հարգանք է վայելում, եւ ինքը չի, այդ մարդկանց ինքը բոլորին ոչնչացնում է։ Սա սովորական դիկտատուրայի կանոն է, նաեւ ոչ մի դեպքում չի կարա հաշտվի ժողովրդի քվեարկության արդյունքների հետ։ Տեսեք, իրականությունը ինչ է։ Այնտեղ որտեղ համայնքի ղեկավարը ընտրվում մարդ, որը որ ՔՊ-ից չի, առանց բացառության բոլորը ենթարկում են իրավական այս գործիքակազմով հետապնդումներին։ Բացառություն այդ իմաստով գոյություն կամ պաշտոնից են հեռացնում, կամ ընկնում են հետևից, սպանում են, ձերբակալում են։ Ինքը չի կարա ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստի։ Իր մոտեցում են, որ պիտի ժողովուրդը իր կարծիքի հետ հաշվի նստի։ Ու իր կարծիքն էլ կարա ասի օրվա մեջ 10 անգամ փոխվի։ Մի օր ասի Արցախը Հայաստանն է, մի օր ասի մենք պիտի Արցախին աջակցենք, մի օր պիտի ասի հաջորդն ասի չէ Արցախը Ադրբեջան։ Ինչը որ ասում է, պիտի բոլորը իր կարծիքի հետ հաշտվեն։ Եթե մի մարդ կա, որ իր կարծիքից տարբերվում է, այդ մարդկանց ինքը ոչնչացնում է։ Այսինքն մարդը, որը 6 տարվա 3 ամսվա ազատազրկման ենթակա էր, ասենց ազատ ընտրվել էր, աշխատում էր, պաշտոնավարում էր, հա։ Եթե մարդը, որը որ օդանավակայանից իր ընտանիքին հանդիպելու հնարավորություն չունի, որովհետև ինքը տենց մի հատ մեծ մեղք է գործը, բայց մինչև հիմա ինչ էր անում։ Պարզը որ իրավական գործընթաց երբ է սկսվել այս կարգի հետապնդումը, երբ որ մարդը առաջադրվել է վարչապետի թեկնածու, տենց է։ Հիմա այն մարդիկ, ովքեր քիչ առաջ խոսում էր իմպիչմենտի մասին, ընտրությունների մասին։ Հիմա եթե ընտրություն լինի, բոլոր ցուցակների առաջի համարները պիտի լինեն վարչապետի թեկնածու։ Հիմա Դավիթ Համբարձումյանը վարչապետի թեկնածու էր իմպիչմենտի գործընթացով։ Հիմա տենում ենք, չէ՞ ինչ ճակատագիր էին քարում։ Հիմա ովքեր մտադիր են, որ պիտի ընտրություններում լինեն վարչապետի թեկնածու, այսի պիտի տեսնեն իրանց միջավայրում, որ դա կատարվելու է իրանց հետ։ Իհարկե սա լավագույնն է, որովհետև կարա նաև սպանել։ Հասկանալի է, տեսակետը շնորհակալություն։ Հավաքությունների հարգելի հետևողներ, Մարսիկով քաղաքապետը ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց այստեղ հավաքվածներին, նշեց, որ Դավիթ Համբարձումյանի